կռիվ տվեցի, որ այսօր սրան արժանանամ։ Մենք չենք կարող ասենց հանգիստ նստենք ու սպասենք։ Կարող է ոստիկանություն կանչենք կամ մի բան անենք, չգիտեմ։ Ինչեւ ոստիկանները գտնեն հանցագործներին, դրանք կսպանեն Սոսիս էլ, Արամիս էլ։ Իսկ մենք ինչ երաշխիք ունենք, որ իրանք ողջ առողջ վերադառնալու են տուն։ Սոսը վստահ էր խոսում։ Երևի պայմանավորվել է հանցագործների հետ ու հիմա գնում է փոխանակման։ Չէ, մենք չենք կարող այս ամենի մասին սենց հանգիստ խոսենք։ Հանգիստ։ Հիմա դու ես հանգիստ, թե ես։ Եթե Սոսը Արամիս հետ չվերադարձավ տուն, ուրեմն ես էլ կյանք չունեմ։ Ինք ինձ հրամայեց, որ տեր կանգնեմ Արամիս, բայց մի բան հաշվի չառավ, որ ես առանց իրա կյանք չունեմ։ Ինչ կլինի, դուք գոնե հանգստացեք, որ մերին էլ ավելորդ ապրումներ չունենա, երախում չվնասի։ Անգել ես դրսում եմ սպասում քեզ։ Արամ, ոնց ես։ Արամ։ Հերդ ինչ։ Խնդրում հորս օգնի։ Արի քեզ հիմա տուն տանեմ, հետո հորդ մասին կմտածեմ։ Հորս։ Խնդրում եմ հորս օգնի։ Ախպեր պես խնդրում։ Պապ ինչի համար ես եկել։ Հետաքրքիր տղա ես։ Չես էլ ասում աղջիկս տեղ է։ Դե արդեն տեսար, որ ստեղ է։ Վայ, ես քո ամուսինը։ Տենց էլ ինչ չսիրեց ու հարգել չսովորեց։ Այմարդ եկել եմ իմ ընկերոջս տեսնելու։ Ինքը չի թողում։ Բա։ Հասկանում է, որ տհաճ հանդիպում է լինելու, դրա համար էլ չի թողնում, որ ներս մտնես։ Պապան քո գալուց հաստատ չի հուզվի։ Իզուր վիրավորանքների ես արժանանալու ու գնաս, ինչի համար ես եկել։ Բա դու որ օրվա աղջիկն ես, որ ինձ պաշտպան չկանգնես։ Որ քուրորը, չեմ կարողանում հետը կապ հաստատեմ։ Ես քեզ ինչ եմ ասում, դու ինձ ինչ ես հարցնում, աղջիկ ջան։ Զանգում եմ չի պատասխանում։ Արի ես քո հետ գամ տեսնեմ ինչ ա եղել։ Չէ, դու ուր գաս։ Անետ հիմա հոգնած է, երեխա է ապահում։ Գիշեր ցերեկ։ Դու հիմա ուր գաս։ Կարող է հիվանդանոց տանենք։ Հերս։ Ինչ։ Հերս է վտանգի մեջ։ Ոնց է վտանգի մեջ, դու տեսնես պապային։ Ինչ են արել քեզ։ Մամ, ինչ անենք։ Հերին գնաց օրս այդտեղից։
Հարամ ինչ ես խոսում, Հերին ուր է հիմա որտեղ է, ոնց ստացվեց որ գնաց սոսին փրկելու։ Երբ ինձ բերեցին։ Հարամ խոսա, ոնց եղավ որ Հերին պիտի քո պապային օգնի։ Հերիքը հարցախեղ տանես երեխուս։ Անգել, խնդրում եմ մի րոպե սպասի։ Արամ Հերին դրսում ինձ էր սպասում, ուր է, ասա խնդրում եմ քեզ։ Ես Հերեն խնդրեցի, որ հետևի դրանց։ Որ հետքը չկորցնենք։ Ուզում եմ հասկանամ, ուղղակի ոնց է տենց ստացվել։ Կներես ինձ անգել։ Բայց Հերին այդ ժամանակի միակ փրկությունն էր։ Իսկ Հենրիի փրկությունը հիմա ով պիտի լինի։ Անգել սպասի։ Անգել սպասի։ Սպասի Անգել։ Հիմա մենակ Հենրին Միքայելը կարող։ Անգել մի գնա, Անգել այդ վիճակով ուր ես գնում։ Տես խնդրում եմ քեզ, ասա քեզ ուր էին տարել։ Տեղանքը նկարագրի ինձ։ Չգիտեմ, մամ։ Ոնց չգիտես, ախր քեզ էլ էին չէ տարել, ես պետք է սոսի հետքի վրա դուրս գամ։ Դու չես հավատում, չէ, որ Շախունց իր կյանքը վտանգելով սոսին կփրկի։ Մի արա։ Կներես, բայց պիտի անեմ։ Խոսա խնդրում եմ, օգնի ինձ, որ գտնեմ իմ սոսին։ Չգիտեմ, մամ, ոչ մի բան չգիտեմ։ Անետ, ուր ես իմ բարի քույրիկ։ Ես չլինի փախել, հա։ Բայց դուրը փակա, ոնց է գնացել։ Այդ վախեցար այս սրիկա։ Մտածեցիր փախել եմ։ Դե սրիկա եմ, դու էլ սուրբ։ Չէ, ես սուրբ չեմ, սրբեր չկա, բայց այ դու տականք ես, վերջին տականքն ես, գլխումս չի տեղավորվում, ոնց կարա Հերն երեխու հետ տենց վարվի։ Մենց ոնց, ես ինչ եմ արել, ես ուղղակի լռել եմ։ Ուրեմն հիմա էլ լռիր ու լսիր, ամբողջ կյանքում Աննայի հետ վարվել ես վերջին տականքի նման, բայց վերջին արածդ հալված էր երեխուդ ուղիղ սրտին։ Ու այդ արարքը քեզ զրկումա ոչ թե մարդ լինելու, այլ նաև հայր լինելու իրավունքից։ Միգուցե ուրիշ ձև մտածես, միգուցե իմ մեջ ապրող մարդն է ինձ ստիպել, լռել։ Հետաքրքիր է մինչև երբ ես պատրաստվում գիժ խաղաս։ Ասի, օրինակ ինչ կտար իմ խոսելը։ Փաստորեն չես հասկանում, հա, ես պիտի քեզ ասեմ։ Եթե չես հասկանում, ասեմ։ Քո երեխան ամբողջ կյանքում ապրել է ստի ու կեղծիքի մեջ, մտածելով, որ իր երեխան չկա, մահացել է։ Այնինչ այդ երեխան իր կողքին է եղել, հատկապես վերջին շրջանում իր կողքին։ Հա, հիմա էլ իրանց տուն հարս է գնացել, մամայություն կանի, էլ ինչ ես ուզում դու։ Ուզում եմ, որ երեխես աչքերը բացի, հասկանա, թե ովքեր են իր շրջապատում։ Ու Միքայելը ոչ թե այն բարի մարդն է ու իրան ընդունել է հղի վիճակում, այլ չեմ ուզում ասեմ ով է։ Լսի, դու որ դա ուզում ես անել, դու պատկերացնում ես Աննայի վիճակը։ Պատկերացնում ես ինչ կանի Միքայելին։ Այդ դու պիտի Միքայելին անեիր, ոչ թե Աննան։ Դու պիտի պատժեիր Միքայելին երեխուդ հետ տենց վարվելու համար։ Իսկ դու ինչ ես արել։ Դրա դիմաց փող ես վերցրել Միքայելից, այանամոտ։
Բա եղավ։ Բա դու չամաչեցիր։ Հետ դու պիտի ամաչես, որովհետև քո փողի մեռած լինելու պատճառով ամբողջ կյանքում քո երեխու հետ այդպես են վարվել։ Դրանք մեզ չեն հարգում ու ինչի հարգեն, որովհետև գիտեն, որ ցանկացած իրավիճակում կարան քեզ փողով առնեն։ Անետ շունչ կաշի, կխեղտվես, լսի ինձ։ Ասեմ, որ ի տարբերություն քեզ ինձ չեն կարա փողով առնեն, որովհետև ես չեմ ծախվում քեզ նման։ Դե գնա։ Գնա, ես քո ճանապարհին չեմ կանգնի, գնա պատմի, խոսա արտահայտվի։ Բայց մի պահ մտածի, ինչքան մարդ ա տուժվելու, քարը քարին չի մնա։ Գնա։ Մոտ է, վերջը շատ մոտ է, ու այլևս ոչինչ կանխել չի լինի։ Ինչ է եղել։ Հերին։ Հերին ինչ։ Հերին գնացել է, որ սոսին փրկի։ Հա։ Արամին բաց են թողել սոսին վերցնելու դիմաց, Արամն էլ խնդրեց, որ Հերին գնա իրանց մոտ։ Ոնց գնացել է։ Այսինքն էլ մարդ չկա, գնացել է իմ թշնամու կյանքը փրկի։ Ոնց եղար տղես։ Լավ չեմ ման։ Ախր այդքան էլ ասեցի գնանք հիվանդանոց, ինչի չես գալիս։ Մերի ինձ հիմա իմ վիճակը ընդհանրապես չի անհանգստացնում։ Ինձ որս վիճակն է սպանում։ Ինքը չպետք է իր կյանքը վտանգեր իմ կյանքի համար։ Այդ դեպքում եկեք գնանք ոստիկանության։ Ես դրանն եմ պատրաստ։ Էլ չեմ կարա ձեռքերս ծալած նստեմ։ Դիմեմ։ Ալո, պապ։ Ջան, պապան քո տրամադրության տակ է։ Պապ, ես քո օգնության կարիքն ունեմ։ Կօգնես ինձ։ Եթե կարողանամ կօգնեմ, բալես։ Սոսի կյանքը վտանգված է։ Ջան, ինչի չես պատասխանում։ Աներ պապայիդ համար սիրտը ցավացել է, հա, հերիտա։ Երևի մոռացել ես ով է սոսը։ Որոշել ես հորը թշնամուն կյանքի գնով փրկել։ Արա դու ինչ ես մտածել։ Ինչ կնոջդ առաջ հետագայի համար քեզ ես ապահովագրել։ Գիտես ինչ անում կնիկը։ Էն ինչ կարա անի կնիկը ինձնից լավ ոչ ոք չի կարա իմանա։ Արժեր հանուն Զավենիչի մեռնել։ Արժեր։ Սխալ պատասխան։ Դու պիտի ավելի դաժան մահով մեռնես։ Լակոտ։ Դու պիտի սատկես, որ իմ սիրտը հովանա։ Ես չեմ զղջում, որ հորդ ուղարկել եմ են աշխարհ։ Ուղեք, ես չեմ վերջացրել։
Ափսոս որ քեզ էլ չուղարկեցի հորդ մոտեն աշխարհ։ Փոխարենը ես եմ քեզ ուղարկում Զավենիչի մոտ։ Բարևներ կտանես Զավենիչին։ Ալո, հորքուր։ Հորքուրը չի։ Հեռախոսը մի հատ հորքուրին փոխանցի։ Ես ինչ իմանամ ուրա քո հորքուրը։ Եթե հեռախոսը քո մոտ է, ուրեմն գիտես ուրա։ Եսի քո հորքուրը ինձ ընդհանրապես չի անհանգստացնում։ Տղես իմ այս վիճակում է ամուսնուս կյանքն էլ վտանգված։ Զանգել հորքուրովը, տես ինձ զզվեցնում։ Կներես, բայց այս պահին ինձ պետք է հորքուրի ձայնը լսել։ Հորքուրիդ համար անհանգստանալու փոխարեն կարաս որդուդ համար անհանգստանաս։ Բայց Հենրիս ինչ կապ ունի։ Որդուդ կյանքը վտանգված է, որովհետև գնացել է Սոսին փրկելու։ Այդ ինչ ես խոսում։ Այն մարդս ինչ կրակու պատիժ էր։ Ես ինչ փորձանք եկավ, փեսուս գլուխը, հա։ Ես ինչ պատիժ էր։ Ում հասկանում դու ինչ ես եկել։ Ոնց ինչ եմ եկել։ Ես տանը ուժեղ տղամարդ է պետք։ Այս իրավիճակում բնական է։ Հա։ Դե ցույց տուր ուժդ։ Դենամ ինչ կարաս անես։ Պապ ջան, խնդրում եմ, խառնի քո մարդկանց իրար, ամեն ինչ արա, որ Սոսին հետ վերադարձնեն։ Աղջի ջան, իմ ծանոթ ազդեցիկ մարդիկ արդեն վաղուց են աշխարհ են գնացել։ Պապ լավ էլի, դու գիտես ովքեր են սրա հետևում կանգնած։ Ամեն ինչ արա, որ Սոսին անվնաս հետ վերադարձնեն, թե չէ կմոռանաս, որ աղջիկ ունես։ Թեղսը Բագրատ, ուր եկար գցիր քեզ կրակը։ Դե իհարկե, դու ոչ մի բան չես անի, որ հանկարծ մատդ փուշ չմտնի։ Ես հենց հիմա կգնամ իմ բոլոր ծանոթներին կխառնեմ իրար, բայց փեսուս հետ կբերեմ։ Ծորի Բագրատ քանի շուտ է։ Դիմացի, դիմացի։ Ալո, Անգելինա։ Անգելինա, լսում ես ինձ։ Հա, Աննա Բագրատովնա։ Այդ ինչ ա եղել Հենրիին։ Հերին Ալես, ես քեզ խնդրում եմ, խոսի էլի արդեն անհանգստությունից սիրտս պայթում է, այդ աննորմալ Լիլիթը ինչ էր ասում։ Հերին գնացել է իր ամուսնուն փրկելու։ Բայց ինչի Հենրին։ Հենրին իր հետ ինչ կապ ունի։ Ես էլ նորմալ չգիտեմ, ուղղակի Արամի պատմելուց հասկացա, որ հենց ինքն է օգնություն խնդրել։ Ինչ գործ ունես այստեղ։ Ոնց ես։ Վատ, որովհետև դու ես ինձ փրկում։ Նենց չի մեռնում էի փրկելու ցանկությունից։ Դեպքում ինչ գործ ունես այստեղ։ Տղետ է խնդրել։ Ուր է տղես։ Վայրենի ես, չես տեսնում երեխես ինչ վիճակում է։ Ինձ հիմա մենակ իմ երեխեն է հետաքրքրում։ Խնդրում եմ, էլի Արամին հանգիստ թողեք։ Պետք չէ մարդուն խնդրել ինչ որ բաների։
Ես մարդու տղեն է, որ գնացել է պապայիդ կյանքը փրկի։ Այդ թյուրիմացությունը ոչ ոք իրեն չի խնդրել։ Ես եմ խնդրել մամ։ Ուրեմն առավել եւս պիտի իմանաս որտեղ մանգամ Հենրիին։ Յանա։ Աչքերս չեմ հավատում։ Ողջ կյանքս կներես արթնացրի, ես էլ փորձում եի մաքսիմալ անձայն անել։ Յանա ջան, էս ինչ ես անում։ Վայ, Կարիմբոյի տոնածառը չես տեսնում։ Զարդարում եմ։ Ախր այդ ցավտան եմ, ես նոյեմբեր ամսին, գիշերվա 1000-ին, ով է տոնածառ զարդարում։ Այո, Երևան քաղաքի առաջին տոնածառը Յանочкան պիտի դնի։ Չասես, որ արդեն ուշացել եմ։ Ուրեմն լսի, ով ինչ ուզում է դնի, երբ ուզում է դնի, քո այսօրվա միակ գործը ինձ գրկելն ու քնելն է։ Կար, քեզ գրկելը հայլ կա։ Իսկ տոնածառ դնելու միտքը գիշերվա 1000-ից մխրճվեց ուղեղիս մեջ ու ես զգում եի, եթե չարթնանամ ու չդնամ տոնածառը, հաստատ ինձ հետ մի հատ վատ բան լինելու էր։ Ուրեմն եթե դու այս տոնածառը բաց չթողես ու գաս ինձ գրկես քնես, այս տղոտ հաստատ մի վատ բան կպատահի։ Փաստորեն, դու ինձ այնքան ես սիրում, որ առանց ինձ չես կարողանում քնել։ Կարոտը խեղդում է։ Չէ, սերն է խեղդում։ Համել փափուկ քնելու ցանկությունը։ Ոյ կար զարդարում եմ։ Արի առավոտը կզարդարենք։ Եթե տղուս մազը ծռվեց, դուք էլ եք պատասխան տալու։ Սոս։ Պրինստի։ Պապ։ Արի դուրս երկու բառ խոսանք։ Հələ մի րոպե։ Հələ ես քո հետ խոսալու բան ունեմ։ Մի հատ դու դուրս արի հենց հիմա։ Պապ, սպասի։ Ասում եմ դուրս արի։ Ինձ է հետաքրքրում։ Քանի բոլորով այստեղ ենք, ինձ ուզող հարցերի պատասխանը պիտի ստանամ։ Դու ընդհանրապես քեզ կողքից տեսել ես։ Հազիվ ես շնչում։ Գնացինք Հենրի։ Ոչ մեկ ոչ միտեղ չի գնում։ Հենրի մի դուրս արի, լավ չես լսում։ Ես Աննային SMS եմ գրել, ով ոնց հասկանում եմ, դու ես ինձ պատասխանել։ Չէ, լուրջ։ Ուզում ես հիմա դրա մասին խոսանք։ Չէ։ Դե ուրեմն մենք գնացինք, ստեսություն ձեզ։ Ինքի առաջ։ Անգելինան իմ ու Աննայի աղջիկն է։ Ինչ։
Բայց քեզ ինչ օրն են քսել, որ ես մտքին ես եկել։ Գնացինք, պապ։ Մինչև հարցից չպատասխանեք, ոչ մեկ ստեղից ոչ մի քայլ չի անելու։ Ստեղ քո համար ազգային ժողով չէ, որ ես քո հարցերին պատասխանեմ։ Ինձ ձեր երեխու հարցը ընդհանրապես չի հետաքրքրում։ Հա։ Անգելինան քո ու Աննայի աղջիկն է։ Ինչ ես խոսում։ Այն ինչ կա։ Անգելինան է Սոսի ու Աննայի աղջիկը։ Դե որ դուք տենց վստահ եք։ Բա ինձնից ինչ եք ուզում։ Ես զանգելի առավոտ, որ այդ լուրը քեզ ասեմ, ես ուզում էի, որ առաջին ինձնից իմանաս։ Ես վերջերս եմ այդ մասին իմացել ու չի ուզում, որ ուրիշը քեզ ասեր, կներես ինձ, ես չի ուզում, որ դու այդ ամեն ինչ ուրիշ։ Ձենդ կտրի։ Չէ դու հասկանում ես ինչ եղավ։ Հասկանում ես ամեն ինչ բացվեց։ Ոչինչ, լավ, հանգստացի, մտես շորդ գցի վրա հետո, ավելի լավ որ սենց եղավ։ Ինչը ոչինչ, պապ։ Ինչը ոչինչ։ Այս Անգելինան ամեն ինչ իմանալու է։ Ավելի լավ, թող իմանա։ Ինչի ես ասում, ավելի լավ թող իմանա։ Դու պատկերացնում ես ինչա կատարվելու։ Նավ գնա նստի ավտոտ, բանը կխոսանք։ Ես չգիտեի ոնց ասեի, չգիտեի ինչ ասեի, քեզ այս ամեն ինչի մեջ միամիտ եմ թաթախվել, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ձենդ կտրի։ Այս ամեն ինչը Միքայելի խաղերն են, խնդրում եմ սոս լսի ինձ։ Ձենդ կտրի։ Աղաչում եմ թող խոսամ հիմա։ Մտածում էիր կարող է Աննայի հետ միավորվեմ, էդ էր քո վախը։ Թեկուզ, չես հասկանում, որ ես այդ ամեն ինչը արել եմ, որ իմ ընտանիքը պահեմ։ Անգելինան իմ աղջիկն է։ Պապ, կուզես շտապօգնություն կանչեմ։ 10 վայրկյան ժամանակ եմ տալիս։ Մորը տարես տնից, եթե չեք ուզում տենակ ոնց եմ իրան սպանում։ Պապ, խնդրում եմ հանգստացի։ Մնաց 7 վայրկյան։ Հա տղես։ Մամ, ինչ կա։ Ինչ լավ ազանգեցիր, անհանգստությունից մեռնում էի արդեն։ Մամ։ Հա ջան, տանն ես արդեն։ Չէ, ուզում եմ խոսամ հետդ։ Տղես, ինչ ա եղել։ Կներես ինձ, մամ։ Ինչի համար տղես։ Ինչ ա եղել, ինչ ա կատարվում, արի իմ տուն խոսենք, հա։
Ես մենակ խնդրում եմ, որ ներես ինձ։ Չեմ ուզեցել քեզ ցավ պատճառեմ։ Տղես բացատրի հասկանամ ինչ ա եղել քեզ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Հա, մեր ինչ կա։ Հերին պապային տուն բերեց, ամեն ինչ նորմալ է։ Ինչի զանգերից չի պատասխանում։ Չգիտեմ։ Լավ, մի րոպե զանգեմ իրան։ Անկել սպասի։ Բանն եմ քեզ ասելու։ Մեր ինչ ա եղել, ինչ ես սենց խոսում, կարող է ինչ-որ մեկին եմ վնասել։ Չէ, քո հետ կապված է, բանն եմ քեզ ասելու։ Իմ։ Հա, քո հետ։ Մերի։ Հա, ուղղակի ուզում եի ասեի, որ շնորհակալ եմ, որ եկար ու իմ բոլոր դժվարին պահերին իմ կողքին ես։ Այդ փոխադարձ, բայց դու այդ չէիր ուզում ասեիր։ Չէ, ուղղակի ուզում եի ասեի, որ քեզ շատ եմ սիրում ու ապրես, որ ցանկացած հարցում կողքիս ես քրոջ պես։ Ուրիշ տարբերակ չէր կարա լիներ։ Լավ, կներես արեմ նա, հա, կանչում, գնամ հետո կզանգեմ։ Լավ։ Ինչի չթողեցիր, ասեմ ճշմարտությունը։ Հետ քո հայտնելու լուրը չի մերի։ Այսքան տարի գաղտնի ա մնացել։ Լավ, մեկը պիտի ասի, չէ։ Պիտի, բայց ոչ դու։ Լավ, ես չեմ հասկանում։ Ոնց կարար այսքան տարի այդ լուրը անհայտ մնար։ Ուղղակի իմ գլխի մեջ չի տեղավորվում։ Դու տեսար պապայիդ վիճակը։ Այսքան տարի հետո իմանում ա, որ Անգելինան իր աղջիկն է։ Լավ, ես չեմ հասկանում, այս ինչ պատմություն է։ Ես էլ չեմ հասկանում, Մերի։ Ես չեմ ուզում պատկերացնեմ Անգելինայի վիճակը, երբ որ իմանա։ Ինչ էր ուզում ասել Մերին։ Ես չեմ հասկանում, բոլորը ինձնից ինչ-որ բան են թաքցնում։ Հա, Աննա Բագրատովնա։ Բալես դու Հենրիից տեղեկություն ունես, որտեղ ա հիմա։ Չգիտեմ, զանգերից չի պատասխանում։ Նորին զանգել էր, ասում էր կներես ինձ, մամ ջան, ես չեմ հասկանում, ինչ ա կատարվում։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ, այսինքն Մերին զանգեց ինձ, ասաց, որ Հերին բերել ա տուն սոսին ու ամեն ինչ լավ ա, կարգին ա, բոլորը լավ են։ Ինչ եղած պիտի լինի, որ ինքը ձեզնից ներողություն խնդրի։ Փաստորեն իրոք գնացել էր սոսին օգներ, հա։ Հա։ Հերին եկավ Աննա Բագրատովնա, խոսեմ, զանգեմ ձեզ։ Լավ, բալես, կսպասեմ։ Ինչ ա եղել Հենրի։ Ակնվի տեղ ենք գնում։ Ուր ենք գնում։ Անգել հարցեր մի տուր։ Ակնվի։ Հերի, ես արդեն անհանգստանում եմ, ինչ ա եղել։ Ակնվի քեզ եմ սպասում ներքևում։